Մեզ է միացել Լիբանանի ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր վերլուծաբան Շահան Կանդահարյանը, բարև ձեզ Շահան։ Բարև ձեզ։ Նախ օպերատիվ վիճակի մասին այսօր ինչ է տեղի ունեցել եւ հատկապես ինչ տեղեկություններ կան հայկական համայնքից Շահան։ Այսօր համեմատաբար հանգիստ էր, քիչ առաջ ուրեմն Իսրայելը դարձյալ զսկուշացրեց որոշակի շրջաններ նշելով, որ հարվածելու է, թերևս նոր հարձակումներ, նոր հրթիռագործումներ չեն եղել, բայց ահավորը երեք էր, ամբողջ լայնածավալ գործողություններ, աննախադեպ մեկ օրվա արդյունք այդ ավիահարվածների ուրեմն շուրջ 254 զոհ, 1800 վիրավոր, փլուզված շենքեր, կանթված բնակարաններ, պլադակների դիակներ, գարում եմ ասել, որ այս պատերազմական վերջի արարի ամենացնցիչ, ամենաթեժ, ամենասաստիկ եւ ամենադխուր օրն էր։ Այսօր պետությունը հայտարարել է ուրեմն պաշտոնական սգո օր, որովհետև հարյուրավոր զոհեր են մեկ օրվա ընթացքում։ Հիմա այս բայդրությամբ համեմատական հանգիստ է, բայց դա չի նշանակում, որ ուրեմն չեն լինելու նոր հարձակումներ, փաստորեն Իսրայելը նոր զսկուշացումներ հրապարակել է։ Այսինքն զոհեր, ավերածություններ, որոնք ուղիղ կապ չունեն կամ ընդհանրապես կապ չունեն Հեզբոլլահի հետ։ Իրենք հայտարարել են, որ իրենք խփում են, հարվածում են Հեզբոլլահի կենտրոններ, անձեր, բայց երբ շենքերին են հարվածում, բնականաբար այդ շենքերում ապրող մարդիկ դժում են, զոհվում են, վիրավորվում են։ Սա, ինչպես ասեցի, ամենադխուր, ուրեմն ցնցիչ, ամենալայնածավալ գործողությունների շարան էր, որին ականատես եղավ լիբանանցի ժողովուրդը, որում ոչ միայն հարավային հատվածում կամ Բեյրութի հարավային արվարձաններում, այլ հենց Բեյրութում եւ տարբեր քաղաքներում։ Ուրեմն հայտարարել են արդեն, որ վտանգված է այնտեղ, որտեղ Հեզբոլլահի անձ կամ որևէ գետ իրենք նշмарեն հարվածելու են, բայց կարծում եմ, որ այս դարողությունը, որ երեք Իսրայելը իրականացրեց, քաղաքականորեն գաբ ունի, որտեղ նաև համընկնեց ուրեմն Թեհրան-Վաշինգտոն հրաթաթարի շուրջ կայացած դա շատ կարևոր հանգամանք։ Մենք այդ այդ պայմանավորվածությունից շրջանցվել էր եւ ամբողջ խնդիրը նաև այդ Իրանի ներկայացրած առաջարկների կամ պայմանների 10-րդ կետին է վերաբերում, որտեղ ասվում է, որ պետք է դադարեցվեն նաև արտաքին ջագադի բոլոր ռազմական գործողությունները եւ հատկապես նշվել է 10-րդ կետում Լիբանանը։ Հենց ամբողջ առեղծված այստեղ է, երբ Թեհրանը այդ առաջարկների մեջ Լիբանանը ներառել է, իսկ կարծեմ Վենսը այսօր ասում է, որ թյուրիմացիոն կամ թուրըմբռնում է եղել, Լիբանան չկա այս օրակարգում։ Ինչ պատճառով կամ ինչպես ստեղծվեց այս իրավիճակը։ Գիտեք, հետաքրքիր է, որ յուրաքանչյուր գոմ յուրովի է մեկնաբանում այդ 10 կետերը կամ համաձայնությունը, ուրեմն Վաշինգտոնը որտեղ գրեց Թել Ավիվի, շնորհական Թել Ավիվի մոդեցումը, հայտարարությունը, նախ ասեմ, որ շատ արագ արձագանքեց Իսրայելի վարչապետի գրասենյակը, ողջունեց հրաթաթարի համաձայնությունը, սակայն անմիջապես ընդգծեց, որ դա չի վերաբերում Լիբանանին, այսինքն այդ համաձայնությունը չի դարազում Լիբանանի վրա։ Վաշինգտոնը որտեղպես Թել Ավիվի մոդեցումը Իրանը հագաստեց, ասելով, որ ամբողջական է համաձայնությունը, փաթեթային է եւ դրա համար նաեւ մասնակի փակեց Հորմուզը։ Այստեղ գիտեք, հետաքրքիր է, որ մեծ հաշվով այդ մեծ համաձայնությունը ուրեմն թերևս հարկվում է հրաթաթարը, բայց Իսրայելի հարձակումների շարունակությունը, եթե մի կողմից ուրեմն ածանցյալ կարգավիճակ էր տալիս լիբանանյան պատերազմին, ընդհանուր տարածաշրջանային պատերազմի հարաբերակցաբար, մյուս կողմից նաև անջատ էր
ճիշտ այս դրվածքով ինչը դեղի է ունենում այսօր։ Ուրեմն Իսրայելը փաստորեն շարունակում է իր ռազմական գործողությունները Լիբանանում եւ այսօր ուշագրավ հայտարարությամբ անտես եկավ Լիբանանի վարչապետը թիմեց այստեղ Պակիստանի դեսպանին, որովհետեւ Պակիստանը միջնորդում է ուրեմն այս անուղակի բանակցությունները, ուրեմն առաջարկելով հստակացնել, թե ճիշտ ինչ է պայմանավորված։ Արելձված, որ ասեցիք, ճիշտ ձևակերպումն է, այո, որովհետև յուրաքանչյուր գոմ յուրովի է մեկնաբանում, բայց նաև Հորմուզի ջրանցքի մասնակի փակման դիմաց Միացյալ Նահանգները չխախտեց հրատատարը։ Այս պատերազմում Իսրայելը եւ Միացյալ Նահանգները տարբեր նպատակներ են հետապնդում։ Ինչու այդ կասկածանքի մոտ առաջացել։ Միացյալ Նահանգները հիմա Իրանի հետ ուղիղ բանակցություններ է վարում, Իսրայելը շարունակում է պատերազմը Լիբանանում։ Այո, համաձայն եմ ձեր դիտարկմանը եւ գա որոշ կերտ, որտեղ փախվում են Իսրայելի եւ Միացյալ Նահանգների առաջադրանքները։ Իսրայելը առաջադրանք ունի ուրեմն ձևավորել հարավային հատվածում անվտանգության կոդի ամարտապնակ, որում ոչ միայն Հեզբոլլահի ուժերը պիտի չլինեն, այլ ընդհանրապես ոչ լիբանյան բանակ, ոչ միջազգային խաղաղ ուժեր, այլ միայն բացառապես Իսրայելի զինյալ ուժերի վերահսկողության տակ որոշակի տարածք։ Սկիզբը աշխարհակությունը ավելի լայն էր, վերջում ասել էին, որ ընդամենը 2-ից 4 կիլոմետր խորությամբ տարածքի մասին է խոսքը։ Կարծում եմ այս բոլորը նաև կանխատեսելով, որ ի վերջո Միացյալ Նահանգներն ու Իրանը երկխոսելու են, բանակցելու են։ Եվ բարձ է, որ Իսրայելը անհանգիստ է եւ ուզում է օր առաջ նաև իրականացնել իր առաջադրանքները։ Իսկ Միացյալ Նահանգների խնդիրը, կարծում եմ ամբողջ հանքույցը նաև Թրամփի վերջի հայտարարությունը նկատի ունենալով, որ ուրեմն նախորդ բանակցությունների օրակարգերի շուրջ արդեն համարյա ընդհանուր համաձայնության եկել էին կողմերը։ Ամբողջ խնդիրը կարծում եմ Հորմուզով ուրեմն դրսևորվող Հորմուզով արտահայտվող ամբողջ էներգիայի համակարգի եւ դրանցիկ էներգիայի ուղիների վրա որոշակի վերահսկողություն ունենալն է, այսինքն այդ էներգիայի արտահանման, փոխման նոր գործիքագազմով ուրեմն վարչական նոր մեխանիզմ ստեղծելու խնդիրն է, որտեղ Միացյալ Նահանգները պիտի ունենա իր մասնաբաժինը։ Ուրեմն Միացյալ Նահանգների նպատակը առաջնային, եթե Հորմուզն է, Հորմուզ ասելով ամբողջ այդ ոլորտը, Իսրայելի դեպքում հարավում անվտանգության կոդին է եւ ընդհանրապես Հեզբոլլահի զինատապումն է։ Ուրեմն եթե կարծում եմ այս դրամապանությունը եթե ընդունենք, եթե Հորմուզի գծով, այդ հանքույցի գծով կողմերը Միացյալ Նահանգներն ու Իրանը կան որոշակի համաձայնության, ապա այդ դեպքում ազանցյալ կլինի նաև Լիբանանը, որովհետև անգամ միջուկային խնդիրը, ուրանի հարստացման խնդիրը, պրոքսիները եւ այլն ներկա բահի դրությամբ գարձեք երկրորդական նշանակություն ունեն։ Առաջնայինը Հորմուզն է եւ Հորմուզով արտահայտվող ամբողջ էներգետիկ համակարգը։